Բարև ձեզ բարեկամներ, ես նորից Մոսկվայից ուղիղ միացումով կապ եմ հաստատել Փակ TV Երևանյան տաղավարի հետ։ Եվ գիտեք, սա երևի արդեն իմ վերջին ուղիղ միացումն է Մոսկվայից, քանի որ մեկ օր հետո արդեն վերադառնում եմ Երևան։ Իհարկե անչափ ուրախ եմ, որ կրկին հնարավորություն ունեմ դիմելու մեր բոլոր ունկնդիրներին, Փակ TV բոլոր այն երկրպագուներին, որոնք միշտ մեր հետ են։ Դե այսօր էր մեր տաղավարում մենք հյուրընկալել ենք Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Հմայակ Հովհաննիսյանին։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Բարև ձեզ։ Ողջունում եմ։ Ես տեսնում եմ, որ Եվ ուրախ եմ, որ արդեն վերադառնալու եք Հայաստան։ Հրաշալի է, իհարկե, դա։ Տեսեք, մեր ունկնդիրներից հացեր շատ կան այսօր, բայց ասեմ, որ մեր ունկնդիրներից շատերին ամեն անգամ որ դու գալիս եք տաղավար, հետաքրքրում է մի այսպեսի հարց է, ինչ եղավ ի վերջո Վարդան Ղուկասյանի դատավարության հետ կապված այդ գործը։ Ես գիտեմ, որ հայտարարություն է եղել այդ առումով ձեր կողմից եւ դուք ձեր ուշադրության կենտրոնում եք պահում այն ամենը, ինչ կապված է դոկ կուսակցության եւ անձամբ այդ կուսակցության պատվավոր նախագահի հետ։ Խնդրեմ նախ մի քանի խոսք ինչ հայտարարություն էր դա, որպեսզի մեր ունկնդիրն էլ կարողանա ինչ-որ բան պատկերացում կազմել։ Հայտարարությունս հրապարակվել է եւ մեր հանրությունը ծանոթ է, դուք ուղղակի բացակայել եք այդ ընթացքում, Մոսկվայում եք, դրա համար տեղեկացնեմ, որ հայտարարությունը վերաբերվում է այն հարցին, որ դատարանը, միգրացիոն հարցերով դատարանը պետք է որոշի այն հարցը, թե արդյոք Վարդան Ղուկասյանը հնարավորություն կունենա նաև հետայսուել, բնակվել Միացյալ Նահանգներում։ Մեզ համար, ես դրա մասին արդեն ասել եմ իմ նախկին ելույթում, մեզ համար դա կարևոր նշանակություն ունի, որ մարդը, ով ժամանակին այնքան քաղաքական հոտառություն ուներ, որ կանխատեսում էր հենց Թրամփի եւ հանրապետականների հաղթանակը նախագահական ընտրություններում եւ ոչ միայն կանխատեսում էր, այլ նաեւ որոշակի աջակցություններ ցուցաբերել քարոզելով հայկական միջավայրում նրա օգտին, մեր համայնքում Դոնալդ Թրամփի օգտին եւ համապատասխան նաեւ հայեցակարգային ընդհանրություններ ունենալով հանրապետականների հենց որպես պետական շահերի առավելագույն պաշտպանների ընդհանրություններ ունենալով նրանց հետ եւ այս առումով չափազանց կարևոր է որպեսզի կարողանա շարունակել իր գործունեությունը, որովհետեւ այնտեղ անհրաժեշտ է ունենալ լավ հարաբերություններ թե հանրապետականների հետ, թե դեմոկրատների հետ, որովհետև այս երկու կուսակցությունները մեկը մյուսին փոխարինելով իշխանության կազմում, իշխանության գագաթում, մեկը մյուսին փոխարինելով կանխորոշում են Միացյալ Նահանգների քաղաքականությունը, այդ թվում նաև Հայաստանի նկատմամբ։ Ուստի չափազանց կարևոր է, որպեսզի Վարդան Ղուկասյանը լինելով ազդեցիկ կուսակցության, որը արդեն իսկ համաձայն սոցիոլոգիական հարցումների, մասնավորապես Գելլափի հարցումների զբաղեցնում է առաջնային դիրքեր, այսինքն Գելլափի հարցումները ցույց տվեցին, որ հիմնական մրցակիցը իշխող ուժի դա հենց դոկ կուսակցությունն է։ Եվ ես իմ հայտարարության մեջ վկայակոչելով այն հանգամանքը, որ Վարդան Ղուկասյանին Հայաստանում, քանի որ Վարդան Ղուկասյանը հետևողական պայքարող էր, հետևողական պայքար է մղում կոռուպցիայի դեմ, հայաստանյան կոռուպցիայի դեմ, Վարդան Ղուկասյանը այն գործիչն է, որը
կարողացել է բացահայտել կոռուպցիոն մեխանիզմները, սխեմաները, կոռուպցիոն թնջուկները եւ ջրի երես դուրս բերել հայտնի կոռուպցիոներների, բնականաբար այսօր այդ կոռուպցիոներները այն դեմքերը, ովքեր Վարդան Ղուկասյանի պատճառով, եւ ես իմ հայտարարության մեջ հենց դա եմ ասել, պատճառով կորցրել են տասնյակ միլիոնավոր դոլարներ, ունեցել են տասնյակ միլիոնավոր դոլարների վնասներ, որովհետև իրենց հաջողվել էր թալանի միջոցով այդ անօրեն կուտակված հարստությունները պահել սեփական ձեռքերում, ահավասիկ այն, որ Վարդան Ղուկասյանին հաջողվել էր նպաստել, որպեսզի պետական բյուջե վերադարձնեն մոտավորապես տարբեր հաշվարկներով 50-ից 80 միլիոն դոլարի ուրեմն գույք, անօրեն կուտակված գույքեր, այսա հաջողվել էր բացահայտել, մասնավորապես Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ ուրեմն Վաչիկ Ղազարյանի կողմից ահռելի տարածքներ, որոնք սեփականացվել էին Եռաբլուրի շուրջ, այդ տարածքները Վաչիկ Ղազարյանը ստիպված էր վերադարձնել եւ վերադարձրել է, բայց դա այն կորուստներ են, այնպիսի կորուստներ են, ոչ միայն Վաչագան Ղազարյանը, այլ նաեւ մյուսները Գագիկ Խաչատրյանը եւ այլն, այդ կորուստները բնականաբար այնպիսի մեծ ծավալների են, որ այդ մարդիկ, ովքեր ամեն ինչի գնացել են այդպիսի անօրեն հարստություններ դիզելու ճանապարհին եւ որևէ բանի առջև չեն կանգնել հանցագործության, որպեսզի կարողանան այդ հարստությունները դիզել, այդ ուժերը, այդ դեմքերը սպասում են Վարդան Ղուկասյանին Հայաստանում, որպեսզի հաշվեհարդար տեսնեն նրա դեմ։ Դրա համար Վարդան Ղուկասյանին եթե արտահանձնեն Հայաստան, ինչպես դա ցանկանում են իշխանությունները, այդ դեպքում իհարկե նրան սպառնում է հաշվեհարդար, դաժան հաշվեհարդար։ Մենք գիտենք այդ ուժերի ձեռագրերը, դա այն նույն ուժերն են, որոնք ներխուժեցին հայոց խորհրդարան 99 թվականի հոկտեմբերի 27-ին եւ գնդակահարեցին Կարեն Դեմիրճյանին եւ Վազգեն Սարգսյանին։ Այդ նույն ուժերը, որոնք այդ ճանապարհով, հանցագործությունների ճանապարհով, սպանությունների ճանապարհով դիզել են վիթխարի հարստություններ եւ որոնց բացահայտումներով էր զբաղվել տարիներ շարունակ Վարդան Ղուկասյանը, սպասում են սրտատրոփ նրա արտահանձնմանը։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այս իշխանությունները, որոնք պետք է որ Վարդան Ղուկասյանից շնորհակալ լինեին, որ Վարդան Ղուկասյանը փաստորեն կատարում է իրենց նախընտրական խոստումները, իրենց փոխարեն Վարդան Ղուկասյանն է կատարում կոռուպցիայի դեմ պայքարելու իրենց կողմից ազգաբնակչությանը, մեր քաղաքացիներին տրված խոստումները, այսինքն կոպեկ առ կոպեկ, որ ասում են հետ բերել, իրականում, եթե չլիներ Վարդան Ղուկասյանը, թեկուզ դեռ ոչ ամբողջությամբ, բայց ինչ որ չափով այդ բացահայտումներն էլ չէին լինի, որոնք մինչև հիմա արվել են, եւ այդ դրամներն էլ մենք գիտենք, որ տասնյակ միլիոնանոց կողոպուտ չի եղել, 100 միլիոնների, միլիարդների կողոպուտ է եղել Հայաստանի Հանրապետությունում, 20-30 տարիների ընթացքում միլիարդների կողոպուտ է եղել, մենք դա գիտենք, բայց հաջողվել է տասնյակ միլիոնավոր դոլարներ հետ բերել ի շնորհիվ Վարդան Ղուկասյանի բացահայտումների։ Վերջի օրինակը, վերջի ես թույլ տվեք ասեմ դրա մասին, հարգելի Համլետ, ուզում եմ ասել վերջի այդպիսի դեպքը, երբ որ Գեղարքունիքում ուրեմն այդ ռազմական օբյեկտը
շատ կարևոր, որը սեփականաշնորհել էր Սերժ Սարգսյանի փեսա Միշիկ Մինասյանը, այդ օբյեկտի մասին, այդ օբյեկտի սեփականաշնորհման փաստի մասին բարձրաձայնեց Վարդան Ղուկասյանը իր վերջի ելույթներից մեկում, մինչև այս դժվարությունները եւ մինչև նրա ձայնը խլացնելը նա այդ մասին բացահայտեց, այդ մասին բարձրաձայնեց եւ դրանից հետո կառավարության նիստում գործող վարչախումբը ստիպված էր հետամուտ լինել այդ հարցին եւ ազգայնացնել այդ ռազմական կարևորագույն նշանակություն ունեցող տեսազննող օբյեկտը, ռադիոլոկացիոն օբյեկտը, որը ռազմական նշանակություն ուներ եւ որը կոչված էր ուրեմն կոչված էր ապահովելու մեր սահմանները այդ մարզում, մեր սահմանները Վարդենիսի բանի այդ կողմերում վերահսկողությունը, մեր սահմանների վերահսկողությունը։ Սա վերջի փաստն է եւ պատկերացրեք, որ այս իշխանությունները փոխանակ շնորհակալ լինեն, եթե իրանք իսկապես պատրաստ են հետամուտ լինել իրենց նախընտրական խոստումներին, փոխանակ շնորհակալ լինեն, որ կոռուպցիայի դեմ պայքար է մղում Վարդան Ղուկասյանը եւ իրենց փաստորեն դրդում է, հորդորում է եւ ուղղորդում է, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարը լինի առարկայական։ Փոխանակ շնորհակալ լինեն, այսօր պատրաստվում են Վարդան Ղուկասյանին հանձնել այդ կոռուպցիոներների ձեռքը, փաստորեն հաշվի առնարի, որտեվ եթե նա արտահանվի Հայաստան, նա չի հասցնելու аэроպորտից հասնել մինչև Բանտախուց։ Այսօր որտեղ է, այսօր մենք աչքի առաջ պետք է ունենանք այն բազմաթիվ դեպքերը, որոնք բանտերում մարդիկ են ոչնչացվում ֆիզիկապես։ Մենք պետք է հաշվի առնենք եւ դա տեսնենք եւ դրա համար ես անձամբ դիմել եմ Միացյալ Նահանգների դատական իշխանություններին, որպեսզի դրանք հաշվի առնեն, թե ինչ է սպասում Վարդան Ղուկասյանին Հայաստանում։ Եթե հաշվի առնել այն, որ նա շատ լուրջ բացահայտումների հեղինակ է, շատ լուրջ բացահայտումների հեղինակ է, դա նույնը կլիներ, եթե ուրեմն սիցիլիական մաֆիայի դեմ պայքարող մեկին Ամերիկայից հանձնեն սիցիլիական մաֆիայի ձեռքը։ Սա նույնն է, որովհետև մենք գիտենք բանտերում ինչա կատարվում, կարևորագույն վկաները ոչնչացվում են ֆիզիկապես, 27-ի գործով կարևորագույն վկաները ֆիզիկապես ոչնչացվեցին հենց բանտերում, հենց բանտում։ Այսօր ոչ ոք չգիտի Նաիրի Հունանյանը ողջ է թե չէ, ոչ ոք չգիտի, որտեվ Նաիրի Հունանյանը կարևորագույն վկա է անջատված մասով հոկտեմբերի 27-ի գործով, ոչ ոք չգիտի, նա ողջ է թե չէ, թե վերացրել են արդեն։ Այս վիճակն է տիրում Հայաստանի Հանրապետությունում եւ դա պետք է հաշվի առնել։ Պարոն Հովհաննիսյան, իհարկե այն ինչ որ դուք ասում եք դա միանգամայն ընդունելի է մեր կողմից եւ մենք գիտենք որ դա բացարձակ ճշմարտություն է։ Իհարկե, եթե Վարդան Ղուկասյանին հանձնեն այս իշխանություններին, մենք գիտենք որ իսկապես նա օդանավականից Բանտախուց չի հասնի։ Բայց տեսեք, այսօր էլ ես որքան գիտեմ, նոր հայտարարություն է արվել։ Չէ կարարկում, եթե մենք լսենք այդ հայտարարությունը, դուք կուսակցության նախագահ Անի Խուդավերդյանի կողմից եւ որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայեր, սրտացավ մեր հայություն։ Տարիներ ի վեր Վարդան Ղուկասյանը եղել է բոլորիդ կողքին, լուծել սոցիալական խնդիրներ, պայքարել է կոռուպցիայի դեմ, պաշտպանել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ոտնահարվող իրավունքները։ Միշտ կանգնել է թույլի կողքին, անապահով ընտանիքների կողքին, թե ֆինանսապես, թե ամեն կերպ։ Այժմ ժամանակն է, որպեսզի մենք բոլորս առանց բացառությունների կանգնել Վարդան Ղուկասյանի կողքին։ Ամենքիս հոգու պարտքն է սատարել մի մարդու, ով այսօր կանգնած է հաշվեհարդարի վտանգի առջև, քանզի տարիներ
շարունակ պայքարել է կոռուպցիայի դեմ, կարողացել է բացահայտել Հայաստանի Հանրապետությունից կողոպտված բազմամիլիոնանոց կոռուպցիոն գործարքներ։ Այսօր ներկայիս իշխանությունները փոխանակարժևորեն այն հանգամանքը, որ կոռուպցիայի դեմ պայքարելու իրենց խոստումները գործնականում իրականացնում է հենց Վարդան Ղուկասյանը։ Ձգտում են հանձնել Վարդան Ղուկասյանին արտահանձմանը Հայաստան։ Դոկ կուսակցությունը գտնում է, որ Վարդան Ղուկասյանի Հայաստան տեղափոխելու դեպքում նրա կյանքին եւ առողջությանը սպառնում է մահացու վտանգ։ Հայաստանի կոռուպցիայի կնքահայրերը այսօր սրտատրոփ սպասում է նրա դեմ հաշվեհարդար տեսնելու հնարավորությանը։ Իսկ Հայաստանի ներկայիս վարչակազմը պատրաստ է նրանց օգնել այդ հարցում։ Եվ ուրեմն խնդրում եւ հորդորում եմ բոլորս ապրիլի 25-ին ժամը 12-ին հավաքվել Նևադա նահանգի Լաս Վեգասի քաղաքապետարանի մոտ, մյուս երկրների քաղաքացիները ապրիլի 25-ին իրենց ժամով 12-ին հավաքվել իրենց քաղաքներում Ամերիկայի դեսպանատների մոտ։ Պարոն Հովհաննիսյան, իսկապես շատ այսպես կարևոր զարգացումներ են սպասում եւ ես հույս ունեմ, որ դուք մինչեւ վերջ ձեր ձեռքը կպահեք պուլսի վրա այդ գործի եւ մեզ ռեալ իրական տեղեկություններ կտաք։ Բայց ես ունեմ այլ հարցեր, որոնք նույնպես ուզում եմ, որ այսօր մենք ձեզ հետ քննարկենք։ Իհարկե դրանցից երևի կարևորներից մեկն էլ Գյումրի ընտրություններն էին, որը ցույց տվեց, որ այս իշխանությունները իսկապես իրենց ամբողջովին սպառել են։ Նրանք վստահություն չունեն մարդկանց, մեր հայրենակիցների մոտ։ Ձեր մեկնաբանությունը։ Գյումրիում իրավիճակը շատ հետաքրքիր էր արդեն նախընտրական շրջանում։ Ասեմ, որ Վարդան Ղուկասյանը եւ դոկ կուսակցությունը շատ ակտիվ ընդգրկվել էին ընտրարշավի սկզբնական փուլում, երբ որ արդեն պետք է ավելի շուտ ընտրարշավի նախօրյակին ընդգրկվել էին եւ հայտարարել էին, որ մասնակցելու են այդ ընտրությունների եւ նաեւ հետապնդում են նպատակ, որպեսզի լայն համագործակցություն տեղի ունենա այն ուժերի միջև, որոնք հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից եւ հավակնում են զրկելու գործող իշխանություններին Գյումրիում սեփական քաղաքապետ ունենալու հնարավորությունից։ Եվ այստեղ է, որ պարզ երևաց, որ այդ համախմբման խնդիրը չի լուծվում, որովհետև մեծ հաշվով այն ուժը, որը այդ խնդիրը բարձրացնում էր, այդ ուժին մեկուսացնելու եւ ընտրապայքարից հեռացնելու նպատակ են հետապնդում թե նախկինները, թե ներկաները, ընտրություններին Գյումրիի մասնակցող թե նախկինները, թե ներկաները, ներկա իշխանությունները ԿՊ-ն։ Այդ երրորդին ուզում են ընտրապայքարից հանել եւ հանեցին, ձերբակալեցին Վարդան Ղուկասյանին, Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել ընտրություններին իր ելույթներով, այսինքն առաջադրել ցուցակ, ուրեմն մասնակցելով ավականիների ընտրություններին եւ ուրեմն քաղաքապետի ընտրություններին Գյումրիի եւ մասնակցել սեփական ելույթներով, ոչ թե ավանդական ձևերով, այլ իր ելույթներով, առաջի հերթին շեշտը դնելով իր ելույթների բացահայտումների եւ վերլուծությունների վրա։ Եվ երբ որ նրան զրկեցին ձայնի հնարավորությունից, այսինքն Հայաստանի իշխանությունները գլխավոր դատախազը դիմեց Միացյալ Նահանգների ուրեմն դատական իշխանություններին եւ այլն, որպեսզի հասնեն նրա արտահանձնմանը Հայաստան, իսկ այդ հարցում ես նորից եմ կրկնում, արդեն իսկ նշмарվում է ներկա իշխանությունների եւ
հայտնի կոռուպցիոներների, որոնք վարված են Վարդան Ղուկասյանից, համագործակցությունը եւ այդ նույն համագործակցությունը երևում է նաեւ այսօր Գյումրիում, որովհետեւ անորոշությունը պահպանվում է։ Մեծ հաշվով գործող իշխանությունները չէին ուզում թույլ տալ, որպեսզի Գյումրիում հաղթի երրորդ ուժը։ Երրորդ ուժը դա հենց դոկ կուսակցությունն էր, որը հավասարապես հանդես էր գալիս ինչպես նախկին իշխանավորների դեմ, որոնք լծվել էին Գյումրիի ընտրություններին, այնպես էլ ներկա իշխանությունների դեմ։ Այսինքն մրցակից էր եւ նախկինների համար եւ ներկաների համար եւ այստեղ իրենց շահերը համընկան ներկաների եւ նախկինների շահերը համընկան բացառելու երրորդ ուժը, այսինքն երրորդ ուժի բացառման քաղաքականությունը այս ուժերը նախկինները եւ ներկաները միասին ձեռքի տված են վարում, ձեռքի տված են այդ քաղաքականությունը իրականացնում, բացառելու համար, այսինքն Գյումրիի ընտրություններին Վարդան Ղուկասյանի եւ Դոկ կուսակցության հերացումից հետո մասնակցում էին նախկինները եւ նախկինների սատելիտները, կցորդները, օրինակ Արամ Զավենի Սարգսյան եւ Բաբաջանյան եւ այլն, դրանք ներկաների կցորդներն են, բայց նաեւ նախկինների կցորդներ կային այնտեղ բազմաթիվ, նախկինների կցորդներ, որոնք հանդես էին գալիս տարբեր անվանումներով, բայց իրականում կամ հարում էին, բայց իրականում ուղղորդվում էին կամ Ռոբերտ Քոչարյանի կողմից կամ Սերժ Սարգսյանի կողմից։ Այսպիսով փաստորեն մրցակցությունը ծավալվել էր երկու ուժերի միջև նախկինների եւ ներկաների, իսկ երրորդ ուժը բացառվեց, բայց այսինքն արդյունքում հաղթեցին, ովքեր հաղթեցին նախկինների ուրեմն նախկիներին հարող ուժերը, բայց այսօր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ուզում է կանգնել նույն փոստի վրա, այսինքն ինչպես այն ժամանակ պաշտպանեց Բալասանյանին, Սամվել Բալասանյանին եւ ապա քաղաքական այդ Սամվել Բալասանյան անվանումը կրող դաշինքին կամ քաղաքական ուժին, ապա քաղաքական ավելի շուտ ուժին եւ նրան բերեց իշխանության, այսօր պաշտպանելու է նույնպես էությամբ ապա քաղաքական եւ նախկինների ազդեցության տակ գտնվող ուժերին, ուրեմն Բալասանյանի փոխարեն կարող է դա լինել Մարտունը, Գրիգորյան, կարող է լինել ուրեմն Վարդան Ղուկասյանը, նախկին քաղաքապետ, բայց դրանից էությունը հարցի չի փոխվի։ Գյումրիում որևէ փոփոխություններ չեն լինի, որովհետև ապա քաղաքական Սամվել Բալասանյանին իր Սամվել Բալասանյան դաշինքով, հա, գալու է փոխարինել էլի նորից ապա քաղաքական Վարդան Ղուկասյանը, ուրեմն հայտնի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, եւ ինչ է փոխվելու Գյումրիում, իսկ ԿՊ-ն վարելու է նույն քաղաքականությունը, այն ժամանակ գործարքի մեջ մտավ ԿՊ-ն Սամվել Բալասանյանի հետ, հիմա գործարքի մեջ կմտնի Վարդան Ղուկասյանի հետ կամ Մարտուն Գրիգորյանի հետ, ինչպես ասում են, գումարների փոփոխությունից ընդհանուր գումարը չի փոխվում եւ ուրեմն փաստորեն մենք տեսնում ենք, որ գյումրեցիները չկարողացան փոխել իրավիճակը սեփական քաղաքում, որովհետեւ նույնն է լինելու, ինչ եղել է նախկինում, այսինքն ստեղծվել է պարարտ հող նախկինների եւ նաեւ Գյումրիում ստեղծվել է պարարտ հող նախկինների եւ ներկաների միջև գործարքների կնքման համար, տարբեր գործարքների, իսկ մենք տեսնում ենք այս 7 տարիների պատմությունից, մենք տեսնում ենք, որ
ուրեմն այդ տարիները բնութագրվել են նախկինների եւ ներկաների միջև տորգի տարբեր ձևերով, տորգի առևտրի տորգի տարբեր ձևերով։ Այդ իրավիճակը ցավոք սրտի պահպանվելու է, չի փոխվել Գյումրիում, ուստի որևէ գոհունակություն հայտնել Գյումրիի ընտրությունների արդյունքներից, այն ինչ որ անում են այսօր նախկինները, այն ինչ որ անում է այսօր խորհրդարանական ընդդիմությունը, որը ուրեմն այդ նույնը չես կարող ասել Փարաքյարի մասին, այնտեղ իսկապես տեղի ունեցավ լիարժեք իշխանափոխություն եւ այդ ցնծությունը Փարաքյարի ընտրությունների կապակցությամբ միանգամայն հիմնավոր է, բայց ինչ վերաբերվում է Գյումրիին, ապա գյումրեցիների գլխին այս նախկինները եւ ներկաները նորից սարքեցին, նորից մի նոր գործարք, ինչպես Սամվել Բալասանյանի դեպքում էր, այնպես էլ հիմա կլինի Վարդան Ղուկասյանի կամ Մարտուն Գրիգորյանի դեպքում։ Պատկերացնում եք, թե ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ Գյումրիում, եւ իհարկե մենք ընթացքում դա կլուսաբանենք, ձեզ հետ մեկ անգամ չէ, բայց ես ուզում եմ մի այսպեսի հարցի էլ պատասխանեք։ Մեր հայտնի վերլուծաբաններից մեկը ասաց, որ երբ տեղի ունենա իշխանափոխություն, հաջորդ օրը մեր հանրությունը, մեր ժողովուրդը կիմանա ամբողջ ճշմարտությունը։ Այն ճշմարտությունը, որի մասին դուք չեք սպասում, որ իշխանափոխություն լինի, այլ ամեն անգամ ասում եք, ամեն օր ձեր ելույթներում այդ մասին նշում եք։ Ինչ է, պիտի անպայման իշխանափոխություն լինի, որ մարդիկ հասկանան, թե ինչ է եղել եւ ովքեր են ինչ արել։ Դուք կոնկրետացնենք, ում է պատկանում այդ մտքի փայլատակումը, որ պետք է իշխանափոխություն լինի, նոր դրան հետևեն բացահայտումներ։ Հա? Ում է պատկանում այդ մտքի փայլատակումը։ Ես դա լսել եմ Տիգրան Ուրիխանյանից։ Հա, ես կարծեցի Արամ Զավենի Սարգսյանին է պատկանում այդ գոհարը, մտքի գոհարը, հա? Որտեվ չէ, որովհետև Արամ Զավենի Սարգսյանն էր միշտ ասում, դեռ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, որ պետք է տեղի ունենա իշխանափոխություն, որպեսզի բացահայտվի հոկտեմբերի 27-ի գործը կազմակերպիչների մասով։ Եվ ասում էր, ես երաշխիքներ եմ տալիս, որ եթե տեղի ունենա իշխանափոխություն, միայն դրանից հետո հնարավոր կլինի բացահայտել լիարժեքորեն եւ պատասխանատվության կանչել հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին։ Բայց այդպես չեղավ։ Դրա համար ես ենթադրեցի, որ այս հարցում էլ այդ մտքի գոհարը պատկանում է Արամ Զավենի Սարգսյանին, բայց պարզվում է Տիգրան Ուրիխանյանին։ Նու այ տեսեք Տիգրան Ուրիխանյանի եւ ուրեմն Վարդան Ղուկասյանի տոկ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի տարբերությունը որն է։ Վարդան Ղուկասյանը հիմա է անում բացահայտումներ, որպեսզի տեղի ունենա իշխանափոխություն։ Եվ դա ճիշտ է, դա ճիշտ մոտեցում է, որովհետև ինչպես ռուսներն են ասում, «После ուժի նգարչիցը»։ Չէ՞, եթե դու ընդդիմադիր ես, ուրեմն պետք է եւ կարող ես, այսինքն ձեռքիդ տակ ունես փաստեր եւ կարող ես անել բացահայտումներ, պետք է դրանք անես ճիշտ ժամանակին, այսինքն այն ժամանակ, երբ դրանք պահանջված են, որպեսզի տեղի ունենա իշխանության փոփոխություն, որպեսզի հնարավոր լինի ստեղծել քաղաքական նախադրյալներ կոռուպցիան հաղթահարելու համար։ Բայց եթե իշխանափոխությունը տեղի է ունենում, դու բացահայտումներ ես անում, դու ընդամենը ուրեմն տառապում ես վրեժխնդրությամբ լավագույն դեպքում։ Կամ պարզապես պատրաստ ես դուր գալու նոր իշխանություններին, որ հները ինչքան վատն էին։ Նոր իշխանություններին դուր գալ, հներին քարկոծելու միջոցով, դե դա ավանդական գործելակերպ է։ Ավանդական գործելակերպ է, դա բոլորը գիտեն, որ դա ամենահարմարավետ զբաղմունքն է, որ քննադատում ես ոչ թե ներկաներին, ներկա իշխանությանը, այլ հներին։ Դրա համար դա անում ես այն ժամանակ, երբ նոր իշխանություն է ձևավորում եւ քո բացահայտումները պահում ես այն բանի համար, որպեսզի հաճոյանաս նոր իշխանություններին։
հաջողանաց նոր իշխանություններին։ Նու Արամ Զավենի Սարգսյանին հաջողվեց հաջողանալ նոր իշխանություններին, բայց իր խոստումը նա չկատարեց։ Հիմա որտեղ է երաշխիքը, որ Տիգրան Ուրիխանյանը կկատարի իր խոստումը եւ նոր իշխանությունների ուրեմն պայմաններում կանի իր այսօր ձեռքի տակ ունեցած բացահայտումները։ Ես կոչ եմ անում եւ նրան եւ մյուսներին հետեւել Վարդան Ղուկասյանի օրինակին, որքան էլ դա դժվար է, որքան էլ դա ծանր է, մարդը իսկապես այսօր տառապում է, որովհետեւ ունի մայր, ունի տարեց մայր Վարդան Ղուկասյանը եւ շատ է կապված մոր հետ։ Ես դա գիտեմ ինչ է, որովհետեւ ես էլ էի մորս հետ կապված եւ ինձ համար շատ ծանր էր այն հալածանքը, որը ուրեմն որին ես ենթարկվում էի, որովհետեւ այդ հալածանքի ճառագայթումները նաեւ ավաղ ազդում էին իմ մորս վրա։ Ուստի այսօր նրա վիճակը պարզ է, բայց չնայած դրան այդ մարդը չի կանգնում իր ճանապարհից։ Այդ մարդը Վարդան Ղուկասյանը միաժամանակ ես պատկերացնում եմ ինչ է կատարվում նրա սրտի խորքում մոր հետ կապված։ Դրա համար այո, ամսի 25-ին ապրիլի ուրեմն Նևադայում, Լաս Վեգասի ուրեմն դատարանը պետք է վերջնական լուծում տա Վարդան Ղուկասյանի որտեղ լինելու հարցին եւ ես նորից կրկնում եմ նաեւ հաշվի առնելով դոկ կուսակցության հայտարարությունը, որ պետք է բացառվի Վարդան Ղուկասյանի արտահանձնումը Հայաստան, քանի որ Հայաստանում ուրեմն կրիմինոգեն իրավիճակը շատ ծանր է կրիմինալ իրավիճակը, այն զենքերը, որոնք 44 օրյա պատերազմի ընթացքում հայտնվեցին մարդկանց մոտ, այդ զենքերը անցած 5 տարիների ընթացքում կրիմինալ դեմքերը, օլիգարխները, կոռուպցիոներները կարողացել են հավաքել եւ կենտրոնացնել սեփական ձեռքերում, ազգաբնակչությունը աղքատա, առել են, ձեռք են բերել, այսօր այդ զենքերը քրեատին օլիգարխիայի ձեռքում է, այն քրեատին օլիգարխիայի, որոնք եւ այդ զենքերով կրակում են։ Ուստի պետք է բացառվի եւ դրա համար ես ողջունում եմ այն կոչը եւ նորից դիմում եմ մեր հայրենակիցներին, այո, պետք է ապրիլի 25-ին հավաքվել ժամը 12-ին Միացյալ Նահանգների դեսպանատների դիմաց բոլոր երկրներում, ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ մյուս բոլոր հայաշատ երկրներում պետք է հայերը հավաքվեն Միացյալ Նահանգների դեսպանատների դիմաց եւ պահանջեն, որպեսզի Վարդան Ղուկասյանին տրամադրվի քաղաքական ապաստան Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Համլետ ջան, ես ասեմ, խորհրդանշական պահ կա այս ամենում։ Ամսի 25-ը դա հաջորդ օրն է։ Գիտեք, ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը։ Իսկ ապրիլի 25-ին Վարդան Ղուկասյանի, այսինքն դատարանը, ԱՄՆ-ի դատարանը պետք է որոշի Վարդան Ղուկասյանի ճակատագիրը։ Իսկ Վարդան Ղուկասյանը վանեցիների շարավիղ է։ Վարդան Ղուկասյանը վանեցիների թոռ է։ Վարդան Ղուկասյանի նախնիները տուժել են ցեղասպանության ժամանակ։ Եվ դրանով է պայմանավորված, նաև դրանով է պայմանավորված այն, որ ինքը չափազանց նախանձախնդիր է մեր պատմական դատը չուրանալու հարցում։ Եվ Վարդան Ղուկասյանի ճակատագիրը որոշվելու է հաջորդ օրը։ Ես կարծում եմ, որ 24-ին էլ, երբ որ հայությունը դուրս գա ցույցերի, պետք է նաև հիշատակի ի թիվս 2 միլիոն մեր մյուս
զոհերի ցեղասպանության զոհի, այդ թվում նաև հազարավոր, տասնյակ հազարավոր վանեցիների, իմ պապսել էլ վանեցի միջալոց ասեմ, ես էլ եմ վանեցուտոր։ Եվ դրա համար էլ շատ կարևորում եմ դա, որպեսզի ապրիլի 24-ին ուրեմն հիշատակեն նաև Վարդան Ղուկասյանի հարցը, մի հայ մարդու, որը Ամերիկայի Միացյալ Նահանգներում պայքարում է հանուն նրա, որպեսզի մեր 44 օրյա պատերազմում ունեցած դաժան պարտության հիմնական պատճառը կոռուպցիան Հայաստանում արմատախիլ արվի։ Այդ դրա համար է պայքարում։ Եվ դրա համար էլ նրա դեմ այսօր գործ են տվել։ Այսօր Հայաստանի, որտեղ այդ մարդը ուրեմն Հայաստանում չի եղել, նրան վերագրվում են այն ժամանակաշրջանում, երբ ինքը Հայաստանում ֆիզիկապես չի եղել, այսինքն ունի ալիբի, ինչ որ հանցագործություններ, որ արել է իբր Հայաստանի Հանրապետությունում, 17 էպիզոդներով, եւ տեղից ուղարկել են այնտեղ, որպեսզի բերեն Վարդան Ղուկասյանին այստեղ եւ հանձնեն մաֆիայի ձեռքը։ Հասկանում եք, այսինքն երևի թե մաֆիան այս իշխանություններին փրկագին է տվել, ճակերտավոր փրկագին, ուրեմն Վարդան Ղուկասյանին, այսինքն ոչ թե փրկագին, այլ պատժագին։ Պարոն Հովհաննիսյան, շնորհակալ եմ այսօրվա բաց զրույցի համար եւ պիտի ասեմ, որ հուսանք, որ ամեն ինչ կարգին կլինի։ Մեր հաջորդ հանդիպման ժամանակ ես ձեզ կողեմ այն հարցերը, որ այսօր չկարողացա տալ։ Սիրելի բարեկամներ, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն էր այսօր Փակ TV-ում։ Մնացեք լավատես, ցտեսություն։